Շուկայում ինչ վիճակ է։ Կա այդպիսի տեղ, որտեղ մենք տենց լարված ճգնաժամային իրավիճակ ունենք։ Պարոն վարչապետ, ըստ էության կա տեսանելի գնանկում երկու ուղղություններով, ծաղիկն է եղել, որի մասին մենք գիտեինք, եւ լոլիկը։ Դե հիմա տեսեք, հաշվի առնելով այն ծրագրերը, որ մենք անում ենք, մենք այդ սցենարն էլ ենք նկատի ունեցել, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ նույն լոլիկ արտադրողների համար հիմնականում մենք աջակցության ծրագրեր ենք անում ջերմոցների մասով, դա նշանակում է, որ այդ գնանկումը ինքը վաճառքները խթանելու նաև բերելու է եւ ընթացիկ ծախսերը փակելու համար կարևոր խթան։ Այսինքն արտադրողները այսօր երկու իրանց հիմնական հոգսից մենք ազատել ենք։ Այսինքն մի հոգսից երկու կոմպոնենտով՝ տոկոս մայր գումար վարկերի վճարումները եւ մենք քաջալերում ենք մեր բիզնեսին, որ ադապտացվի եւ սա կարծում եմ մեծ հաշվով բոլոր սցենարների դեպքում պլյուսով է լինելու, որովհետեւ ի վերջո մեր նախկինում այդքան խնդրանքները, հորդորները, քաջալերանքները եւ այլն ոչ մի ազդեցություն չեն ունեցել, բայց մյուս կողմից ցույց է տալիս, որ մենք հնդածս պատրաստվել ենք նաեւ, որ տարբեր ուղղություններով մենք դիվերսիֆիկացիա իրականացնենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ եւ այդպես շարունակ ծաղիկի պարագան այնա, որ ինքը սպეციფիկաներ ունի եւ հիմա մեր ծաղիկ արտադրողները հնարավորինս արագ պետք է ադապտացվեն այն ուղղություններին, որոնք բացվել են, որոնք մեծ հաշվով սահմանափակում չունեն։